115 փրկարար, 80-ից ավելի ոստիկան, մի քանի տասնյակ կամավորներ մոտ 24 ժամ է փնտրում են Փամբակ գետն ընկած քույրերին։ Այս պահի դրությամբ Փամբակ գետի ողջ հունով մինչև Տաուշի մարզներ առյալ թվով 115 փրկարար ծառայողներ աշխատում են դեպքի վայրում։ Աշխատանքների ընթացքում կիրառվում են անօդաչու թռչող սարքեր եւ նավակներ, ունենք հատուկ ջրասուզակ փրկարարներ, որոնք այս պահին իրականացնում են իրենց մասնագիտական աշխատանքները։ Նախնական տեղեկությամբ 7 եւ 15 տարեկան երեխաները անցնելիս են եղել գետի վրայի այս հաստ խողովակի վրայով։ Փոքրը ընկել է գետը, մեծն էլ նետվել է նրան փրկելու։ Մարդ կար տեսել էր, որ ասեցին տեսելա, որ գետի մեջով մի երեխա գոռալով ասում է մամա ջան օգնեք, ու տենց միջև իջանք արդեն գետի կողերը նայեցինք, բան արեցինք, չէ, ու սաղ գիշերը միջև ձորը որպես կամավոր մեր ընկերներով, մեր մեքենաներով, իմ աղբոր հետ, իմ աղբոր ընկերների հետ նայել ենք սաղ գիշեր, փրկարար ծառայության աշխատողների հետ միասին նայել ենք, ոչ մի արդյունք։ Եթե չհաջողվի ռուսականը փոխարինել այն շուկաներով, հնարավոր է որոշ ապրանքների գնանկում։ Ազգային ժողովում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, պարզաբանելով, որ այդ դեպքում ապրանքները մնալու են Հայաստանում եւ առաջարկն ավելանալու է։ Ըստ նրա, որոշակի զգայունություն կա բանջարեղենի, հանքային ու գազավորված ջրերի, ալկոհոլային խմիչքների որոշակի մասի եւ կորիզավորների շուկայում, որտեղ էլ կարող են գնանկումային երևույթներ լինել։ Գալստյանը նշել է, որ եթե հնարավոր եղավ փոխել շուկաները եւ արտահանումը չտուժեց, այս էֆեկտները ավելի մեղմ կլինեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը։ Նա նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը ավարտված է։ Լիբանանում իսրայելական հարվածի հետևանքով վիրավորվել է Press TV-ի լրագրողը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իրենք շարունակելու են հարվածները, դուրս չեն գալու Լիբանանից եւ որևէ կապ չունեն ԱՄՆ-Իրան համաձայնագրի հետ։ Այս ֆոնին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիայի պատճառով առաջացած դժվարությունների հետևանքով Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցությունները բաժանել են երկու փուլի, իսկ նորը կմեկնարկի այսօր փաթ։ Առաջին փուլում կողմերը կքննարկեն պատերազմի դադարեցման, Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի, ծովային շրջափակման վերացման, Իրանի սառեցված ֆինանսական միջոցների ապասառեցման ու վերականգնման հարցերը, ինչի արդյունքով կստորագրվի փոխըմբռնման հուշագիր։ Դրանից հետո բանակցությունները կշարունակվեն 60 օր տևողությամբ երկրորդ փուլով, որի ընթացքում որոշումներ կկայացվեն միջուկային ծրագրի եւ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելու համար։ G7 երկրների առաջնորդները պայմանավորվել են ուժեղացնել էներգետիկ ճնշումը Ռուսաստանի վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շուտով կարող է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ նավթի գների անկման պատճառով։ Միևնույն ժամանակ Վլադիմիր Զելենսկին մերժել է Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու ռուսական կողմի առաջարկը։ Ես չեմ գնամ Մոսկվա Պուտինի հետ հանդիպելու, մենք կարող ենք հանդիպել Թուրքիայում, Շվեյցարիայում կամ Մերձավոր Արևելքում, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Ավելի վաղ Դիմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ եթե Զելենսկին պատրաստ է պատասխանատու եւ լուրջ խոսել, նա միշտ կարող է գալ Մոսկվա, որտեղ նրան կընդունեն։ Ռուսաստանը եւ Թուրքիան համաձայնել են սերտորեն համագործակցել Կովկասում, Մերձավոր Արևելքում եւ այլ տարածաշրջաններում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Իր թուրք գործընկեր Հական Ֆիդանի հետ Մոսկվայում կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ նա ասել է, որ համագործակցության կարևոր ասպեկտներից մեկը Սևծովում անվտանգությունն է, Կիևի սադրանքներ կազմակերպելով փորձերի ֆոնին։ Նա հիշատակել է Ուկրաինայի լցանավերի եւ հացահատիկային նավերի վրա հարձակումները, թուրքական հոսք եւ կապույտ հոսք գազատարների դեմ ահաբեկչական հարձակումները։ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Թուրքիայի օգնությունը խաղաղ կարգավորման ուղիների որոնման գործում։ Հական Ֆիդանն էլ նշել է, որ երկիրը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Ուկրաինական ԱԹՍ-ներից մեկի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանում։ Տուժածներ բարեբախտաբար չկան։ Արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է, իրավիճակը վերահսկողության տակ է։ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը ողջ գիշերվա ընթացքում 172 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել, որոնցից 20-ը Մոսկվային մոտենալիս։ Հրթիռային տագնապ է հայտարարվել նաև Վորոնեժի, Ուլյանովսկի, Պենզայի եւ Օրիոլի մարզերում, Թաթարստանում եւ Չուվաշիայում։
Իրանի հավաքականին թույլ չեն տվել գիշերել Լոս Անջելեսում։ Թիմի գլխավոր մարզիչ Ամիր Գալենոին հայտարարել է, որ Լոս Անջելեսում Նոր Զելանդիայի ընտրանու հետ հանդիպումից ընդամենը մի քանի ժամ անց իրենց հրամայել են լքել ԱՄՆ տարածքը եւ վերադառնալ Մեքսիկայի Տիխուանա քաղաքում գտնվող մարզաբազա։ Նրանք մեզ նույնիսկ վերականգնվելու ժամանակ չտվեցին, ասել է մարզիչը։ Ոստիկանները խոշոր թմրավաճառին ձերբակալելու համար ներկայացել են մարզական թալիսմանների, հսկա եղջերուի եւ արծվի հագուստներով։ Ֆուտբոլի մոլի երկրպագու դիլերը կարծել է, թե իր սիրելի հերոսներն են եւ պատրաստվել է սելֆի անել, սակայն ոստիկանները նրան անակնկալի են բերել ու տապալել գետնին։ Նրա տնից առգրավվել է ատրճանակ եւ 2500 փաթեթ կոկային։